Մեդիա կենտրոնը ուղիղ եթերում շարունակում է իր աշխատանքը եւ մեր քննարկման թեման է խնդիրները քրեակատարողական հիմնարկներում։ Մեր բանախոսներն են Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի ղեկավար Սերգեյ Գաբրիելյանը եւ դիտորդների խմբի անդամներ Արման Սահակյանը, Շուշան Խնկոյանը եւ Մհեր Կարագյոզյանը։ Նախ շնորհակալություն քննարկմանը մասնակցելու համար։ Պարոն Գաբրիելյան, թերևս բացման խոսքով դուք ներկայանաք եւ ներկայացնեք քրեակատարողական հիմնարկներում վերջին շտադիտարկումների ամենախնդրահարույց արձանագրումները համեցեք։ Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել նման կարևոր թեմային մշտապես անդրադառնալու համար եւ կխնդրեի ի սկզբանե մեկ բան ասել, որ այս խնդիրը չդարձնենք քաղաքականացված խնդիր, քանի որ հասկանում ենք դիմացան դրություններն է եւ դիտորդական խումբը մշտապես իր ուշադրության տակ է պահում քրեակատարողական հիմնարկությունների եւ փակ հաստատությունների հիմնախնդիրները, ազատազրկված մարդկանց հիմնախնդիրները եւ սա հերթական քննարկումն է, հերթական ասուլիսն է եւ մենք ամփոփում ենք 2025 թվականը եւ մինչեւ օրս իրականացվող դիտորդական խմբի կողմից ուսումնասիրված եւ հայտնաբերված հիմնախնդիրները եւ բարձրաձայնում ենք որպես ժողովրդավար կառույց։ Ես կցանկանայի ասել, որ մեր դիտարկման արդյունքներում ինչպես մենք դիտարկել ենք խնդիրները, այդպես էլ դիտարկել ենք այն բարեփոխումները, որը իրականացվել է քրեակատարողական համակարգում, բայց խնդիրները գերակշռում են եւ այդ խնդիրների շարքում են թե սնունդը, թե պահման պայմանները եւ թե քրեակատարողական հիմնարկության ներսում իրականացվող աշխատանքները, փոխհարաբերությունները եւ այստեղից օգտվելով պետք է ասեմ, որ 2025 թվականին ունեցել ենք 179 ահազանգ դատապարտյալների կողմից, ազատազրկվածների կողմից, դա արդեն ասում է նրա մասին, որ ազատազրկված մարդիկ ունեցել են հնարավորություն ահազանգելու, բայց միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ 80%-ը վերաբերվում է առողջական խնդիրներին, այսինքն թե առողջական խնդիրին, թե տեղորայքին, թե ազատազրկվածին ոչ պատշաճ տեղեկատվություն տրամադրելուն, ինչպես նաև արձանագրել ենք սննդի որակի խնդրին, թեև կարելի է դրական որակավորել այն փաստը, որ սնունդը այլևս խնդիր չէ, այսինքն պատվիրվում է դրսից, բայց որակական սննդի վիճակը արդեն ավելի վատթարացել է, քանի որ ազատազրկված մարդիկ եւ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սննդի որակը ավելի վատ է, իսկ բժշկական մասով տեղորայքի եւ բուժման ժամանակին հասանելիությունը, խցերի ոչ բարենպաստ վիճակը, ինչպես նաև այլ խնդիրներ, որը ընթացքում մենք կարող ենք արդեն բարձրաձայնել եւ խմբով ներկայացնել արդեն ոնց որ առանձին մաս առ մաս։ Շնորհակալություն, Շուշան, հաջորդ հարցը ձեզ եմ ուզում տալ, հաշվի առնելով նաև մեր սերը կանանց իրավունքները փակ հաստատություններում, խնդրում եմ ներկայացրեք։ Շնորհակալություն հարցի համար։ Մեր դիտարկումների ընթացքում արձանագրել ենք որոշակի խնդիրներ կապված կանանց իրավունքների ապահովմանը։ Դրանք առաջնահերթ վերաբերում են հենց կանանց յուրահատկություններին, օրինակ հիգիենիկ փաթեթների հետ կապված։ Մենք ժամանակին բարձրաձայնել ենք բարեփոխումների արդյունքում առաջացած խնդիրները, մասնավորապես անցած տարվանից սկսեցին բոլոր քրեակատարողական հիմնարկներում տրամադրել հիգիենիկ փաթեթների նոր ձևաչափ, շաբաթական կտրվածքով, որում չէր ներառվել, հաշվի չէր առնվել կանանց յուրահատկությունները, որ օրինակ շամպունի քանակը ավելացնել եւ նմանատիպ որոշակի պարագաներ, որոնք որ անհրաժեշտ են հատուկ հենց կանանց համար։ Մենք բնականաբար ներկայացրել ենք այդ առաջարկությունները եւ որոշակի քայլեր ձեռնարկվել էր դրանց փոփոխությունների հետ կապված, կան նաեւ շատ այլ խնդիրներ կապված երեխա ունեցող կանանց մասով։ Երեխաները գտնվում են հիմնականում մայրերի հետ եւ կարելի ասել անընդհատ 4 պատերի մեջ, որը որ անդրադառնում է նաև երեխայի վրա, երեխայի խոսքային զարգացման, այսինքն համապատասխան երեխաների համար չկան ծրագրեր բավարար չափով, որոնք որ կարող են ապահովել երեխայի բնականոն զարգացումը
ինչպիսին որ պետք է լինեն ազատության մեջ գտնվող, հա, այսինքն երեխաները հաճախում են մանկապարտեզ եւ այլն, որոնք որ չի ապահովում բավարար չափով քրեակատարողական հիմնարկներում։ Նաեւ կա մեկ այլ խնդիր, այն կանայք, ովքեր որ ունեն հանրակրթության կարիք, իրենք չեն կարող փաստացի ներգրավել հանրակրթական ծրագրերում, որովհետեւ կրկին բախվում են երեխայի խնամքի հետ կապված հարցին, ում պետք է թողնել երեխային, ով պետք է խնամի այդ ժամերի ընթացքում, որպեսզի կինը կարողանա գնալ եւ մասնակցել հանրակրթական ծրագրերին եւ միգուցե նաեւ առանձնացնենք տեսակցությունների հետ կապված կամ արտաքին աշխարհի հետ կապը, որովհետեւ կանայք մեծամասնությունը, ովքեր որ ունեն օրինակ դրսում երեխաներ, պետք է ապահովի երեխաների հետ կապը, իսկ այն չափորոշիչներ, օրինակ, չգիտեմ, շաբաթական կամ ամսական մեկ անգամյա տեսակցությունը եւ այլն, դրանք բավարար չեն ապահովելու երեխայի եւ մոր միջև կապը, այո։ Շնորհակալություն, իհարկե խնդիրները թվարկում եք դրանց ավելի հանգամանորեն նաև ընթացքում կանդրադառնանք։ Պարոն Սահակյան, խնդրում եմ դուք խոսեք խոցելի խմբերի իրավունքների մասին փակ հաստատություններում։ Նախ եւ առաջ ողջունում եմ բոլորիդ, շնորհակալություն այսօրվա հանդիպման կազմակերպման համար, թերևս ինչպես պարոն Գաբրիելյանը նշեց, բավականին հետաքրքիր եւ բավականին ուրեմն այսպես կարևոր թեմա է արծարծվում։ Այո, գաղտնիք չէ, որ ինչպես հասարակությունում, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում, չնայած այն հանգամանքին, որ դատապարտյալները եւ ակալանավորները առհասարակ ազատազրկված անձինք իրենք իսկ արդեն խոցելի խումբ են համարվում, այդ սոցիալական միջավայրում ապրում են նաև խոցելի խմբեր, որոնք որ ենթարկվում են պարբերաբար խարանի եւ խտրականության։ Խոցելի խմբերը ասելիս հասկանում ենք ինչպես հաշմանդամություն ունեցող անձանց, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներին, հոգեկան առողջությամբ պայմանավորված խնդիրներ ունեցող անձանց, կախվածություններ ունեցող, նույնասեռական, գեյ, բիսեքսուալ, տրանս անձինք, տուբերկուլյոզով կամ միավով ապրող անձինք եւ այլն։ Տարիներ շարունակ քրեակատարողական հիմնարկներում դիտորդական խումբը իրականացրել է մշտադիտարկում խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաև պահման պայմանների տարբերակված մոտեցումների վերաբերյալ եւ պարբերաբար նաև արձանագրել է ու բարձրաձայնել է, որ խոցելի խմբերը լինելով փակ հաստատություններում ենթարկվում են երկշերտ, եռաշերտ խտրականության զուտ իրենց սոցիալական պատկանելիության տեսանկյունից։ Երբ խոսքը վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց, արձանագրել ենք, որ ֆիզիկական միջավայրը, տրամադրվող ծառայությունները, հաղորդակցման որոշակի մեխանիզմները հաճախ անհասանելի են հենց հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Չկան համապատասխան հարմարեցումներ, մասնագիտացված աջակցություն եւ անհատական մոտեցում, ինչի հետևանքով այս անձինք փաստացի դուրս են մնում համակարգի կողմից տրամադրվող լիարժեք ծառայությունները օգտվելու ուրեմն հնարավորություններից։ Ինչ վերաբերում է օտարերկրացի քաղաքացիներին, վերջերս ենք արձանագրել, իհարկե այսօր ամփոփում ենք կարելի ասել 2025 թվականը, բայց խնդիրները դեռևս շարունակում են մնալ նույնը։ Գոյություն ունեն օտարերկրացի քաղաքացիների համար լեզվական խոչընդոտներ, մեր այցերի ժամանակ բավական շատ ֆիքսում ենք, որ լեզվական խոչընդոտները հենց պատճառ են հանդիսանում անձի խտրականության ենթարկվելու փաստին։ Իրավական տեղեկատվության սահմանափակ հասանելիություն է գործում օտարերկրյա քաղաքացիների համար եւ մշակութային տարբերությունները լրջորեն ազդում են փոխհարաբերությունների վրա օտարերկրյա քաղաքացիների եւ ուրեմն այլ դատապարտյալների եւ կալանավորների միջեւ։ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք եւս զբաղվում են բազմաշերտ խտրականության, ինչպես նաեւ տարաբնույթ խնդիրների, որոնք հենց ծագում են իրենց հոգեկան առողջության վատթարացման հետևանքով։ Այստեղ ծառայությունները խիստ եւս սահմանափակ են թե մասնագետների եւ թե դեղորայքի տեսանկյունից։ Կախվածություններ ունեցող անձինք բուժման եւ վերականգնման ծրագրերում կամ ներգրաված չեն կամ այդ ծրագրերը առհասարակ ընդհանրապես բացակայում են։ Դե ինչ խոսքը վերաբերվում է ուրեմն ԳԲՏ անձանց տուբերկուլյոզով կամ միավով ապրող անձանց, ապա կարելի է նշել, որ այս սոցիալական խումբը կարծես թե ամենախտրականացված խումբն է համարվում քրեակատարողական հիմնարկներում, ովքեր բախվում են խտրականության, խարանավորման, ծառայությունների հասանելիության հետ կապված բավականին շատ անմատչելիություն են ունենում, քան մնացած խմբերը, անվտանգության երաշխիքների տեսանկյունից եւս խոցել են համարում, որտեղ երաշխիքները բացակայում են, իսկ մասնագիտացված բժշկական եւ սոցիալական ծառայությունները մատուցում են սահմանափակ կամ ընդհանրապես չեն մատուցվում, ինչը ուրեմն բխում է ինչպես գործող ուրեմն ադմինիստրատիվ, համակարգի, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում գոյություն ունեցող քրեական ենթամշակույթի, այսպես ասած, հասկացություններից, որ այս անձինք համարվում են ամենացածր խավը քրեակատարողական հիմնարկներում, ովքեր, եթե այսպես ես այսօր չեմ վախենա ասել, եթե հարցնես ուղղակի անձնական կարծիք իրավունքների տեսանկյունից, ապա շատերը կասեն, որ այս անձինք անգամ իրավունք չունեն ապրելու։
Շնորհակալություն, այսքանը թերևս, հետո ես ավելի կավելացնեմ։ Իհարկե, շատ հարցեր առաջացրեց ձեր պատասխանը, համեցեք պարոն Կարագոզյան, դուք եւս ներկայացեք մշտադիտարկման արդյունքների ձեր այն ինչ տեսել եք եւ հետո արդեն ավելի կոնկրետացնենք զրույցը։ Միացրեք։ Նախ ես ուզում եմ նկատել, որ քրեակատարողական հիմնարկությունները պետական ամենափակ համակարգերից են եւ փակ համակարգերում գտնվող անձանց իրավունքների պաշտպանությունը արդեն իսկ ռիսկային է եւ ամենաառաջինը, որ անհրաժեշտություն կա դիտորդական խմբի մեծ ներգրավման եւ վերահսկման, հասարակական վերահսկման, հենց գալիս է նրանից, որ չկա տոտալ բացակայություն արժանապատիվ վերաբերմունքի ազատազրկված քաղաքացիների նկատմամբ։ Եթե քաղաքացին ազատազրկված է, դա չի նշանակում, որ քաղաքացին կորցրել է բոլոր իրավունքները։ Եվ մի շարք խնդիրներ առաջ են գալիս հենց արժանապատիվ վերաբերմունքի բացակայության, տոտալ բացակայության պատճառով։ Արժանապատիվ վերաբերմունքի տոտալ բացակայության պատճառով արդեն իսկ առաջանում են բողոքները, որի պատճառով քաղաքացիները ունենում են ելի մի շարք խնդիրներ։ Ինչպես ապահովել քաղաքացու բողոքը, հա, բողոքը բարձրաձայնելը առանց այն էլ դժվարություն է, էլ ուր մնաց փակ դռների հետևից։ Փակ դռների հետևից բողոքները հաճախ չեն լսվում, եթե քաղաքացին առանձնահատուկ ուշադրություն գրավելու համար չի դիմում առանձնահատուկ գործողությունների, ինչպիսիք են հացադուլը, ինչպիսիք են ինքնավնասումները, եւ դրանով իսկ պայմանավորված մենք ունենում ենք առողջական լրջագույն խնդիրներ ազատազրկված քաղաքացիների մոտ եւ պատահական չի այս արդյունքը, որ մերահազանգերի 80%-ից ավելին եղել են առողջական խնդիրներով պայմանավորված։ Մինչդեռ առողջական խնդիրը ներկայացնելուց հետո ել շատ հաճախ ունենում ենք ոչ պատշաճ վերաբերմունք եւ ցավոք սրտի 2025 թվականին արձանագրվել են կյանքի կորուստներ, հենց դրանով իսկ պայմանավորված ինքնավնասումներով եւ ասեմ, որ խնդրում եմ խոսքից մի ընկալեք որպես քննադատություն, ընդհանրապես խումբը տրամադրված է ունենալ կառուցողական վերաբերմունք, կառուցողական համագործակցություն եւ խմբի նպատակն է նաեւ օժանդակել այդ խնդիրների լուծմանը, բայց այստեղ մենք ունեցել ենք 2025 թվականին տարբեր առարկաներ կուլ տալու, հա, հետ կապված քաղաքացու կյանքի կորուստ, որը մարմնի կողմից, պատկան մարմինների կողմից պատշաճ ուշադրության չի արժանացել, դրա հետևանքով ենք ունեցել կյանքի կորուստը եւ մենք ունենք էլի դեպք արձանագրած, որ քաղաքացին այս անգամ արդեն կուլա տվել ավելի մեծաքանակ ինչ որ առարկաներ, հա, մենք խոստանում ենք, որ անպայման սրան մեծ ուշադրություն կդարձնենք, բայց նման դեպքերը պետքա բացառվի։ Իրավունքների խախտումը այստեղ եւ ընդհանրապես արժանապատիվ վերաբերմունքի բացակայությունը ոչ թե պատահականության արդյունք է, այլ համակարգային խնդիր է հանդիսանում պետական փակ համակարգերում ընդհանրապես։ Շնորհակալություն, պարոն Գաբրիելյան, պարոն Կարագոզյանը նշեց փակ հաստատություններում կրկնակի, այսպես խտրական վերաբերմունքի արժանացող մարդկանց մասին։ Ես ուզում եմ մեկ ճշտող հարց, նրանք վատ վերաբերմունքի նվաստացնող վերաբերմունքի են արժանանում ազատության մեջ գտնվող անձնակազմից, թե այն խցակիցներից, ում հետ իրենք պատիժն են կրում, եւ նաեւ խնդրում եմ այն վիճակագրությունը, եթե ունեք թվերը, թե ինքնավնասումների մահերի վիճակագրությունը։ Ես պետք է արձանագրենք այն փաստը, որ մենք ժառանգել ենք սովետական միությունից շատ բաներ եւ դա հասարակության կարծրատիպային եւ խտրական մոտեցումն է առավել խոցելի խմբերին։ Եվ ցավոք սրտի հենց առավել խոցելի խմբերն են, որ քրեակատարողական հիմնարկությունում ենթարկվում են վատ վերաբերմունքի թե աշխատակազմի եւ թե այլ խցագիծների կողմից, ինչպես նաեւ շեշտվեց քրեական ենթամշակույթի մասին, հա, որը ցավոք սրտի Հայաստանի քրեակատարողական հիմնարկություններում արմատախիլ չի արված, ինչպես նաեւ մեր հասարակությունում չի արված,
դա նույն երևույթի էլ ավելի բազմագի ձևաչափով կա քրեակատողական հիմնարկություններում։ Ես ուզում եմ այստեղ նաև մի հարցել անդրադառնամ եւ վերադառնամ ձերա կապված օտարերկրացիների մասով, որ օտարերկրացիների նաև մասով, որ չի դիտարկվում եւ այդ այն մոդեցումը, որ այդ մարդիկ կարող է այլ հավատքի լինեն եւ կարող է եւ այլ այո դավանանքի մասին ազատ դավանանքի մասին եւ նաեւ սննդակարգի մասով, որ կարող է մարդը խոզի միս չի օգտագործում, այլ տավարի միս է օգտագործում։ Մինչդեռ երբ որ մենք անդրադառնում ենք այդ հարցին եւ այդ հարցը բարձրացնում ենք քրեակատողական հիմնարկության ղեկավարության մոտ, իրենք ասում են, որ չէ, շատ լավ իրենց բանը այլ միս է տրամադրվում, բայց այստեղ տարբեր մոդեցումներ ազատազրկված օտարերկրացիները ասում են, որ ոչ, մենք չենք օգտվում սննդից, որովհետև այդ սնունդը մենք չենք կարող այդ սնունդը օգտագործել ելնելով մեր հավատքից։ Հիմա անդրադառնամ առավել խոցելի մնացած խմբին, ես չեմ կարող հասկանալ եւ մեր խումբը չի կարող տարիներ շարունակ հասկանալ, թե ինչպես կարող է այդ սև գործը, որը քրեակատարական հիմնարկությունում կատարվում է, թե մաքրության աշխատանքը, թե սանիտարահիգիենիկ եւ թե այդ հանձնումների ստանալը, բաշխումը, տանելը, հանձնելը, այդ ծանր աշխատանքները միշտ կատարում են ԿԲՏ մարդիկ կամ կատարում են այսպես կոչված քրեական ենթամշակույթում տեղ գտած չագերտավոր թրածները, ինչպես է ինչ հանգամանքներում է, որ միայն իրենք են կատարում այդ աշխատանքը եւ ուսումնասիրությունները ցույց է տալիս, որ միայն իրենք են կատարում այդ աշխատանքը, միայն իրենց է հանձնարարվում այն աշխատանքները, որտեղ որ նաեւ չկա վճարումներ։ Այսինքն եթե քրեակատարական հիմնարկությունում կա աշխատանք, որի համար ազատազրկվածները ստանում են աշխատավարձ, այս դեպքում, որտեղ որ չկա աշխատավարձ, կատարում են միայն այդ մարդիկ, ովքեր որ գտնվում են այդ կարգավիճակում, խոցելի կարգավիճակում։ Պետք է նաև արձանագրենք, որ ելնելով այս խնդիրներից, որը մենք ասում ենք, նաև շենքային ֆոնդն է, որը ժառանգել է քրեակատարական համակարգը սովետական միությունից, որը բազմաթիվ անգամ թե դիտորդական խումբը եւ թե CPT-ին իր զեկույցներում արձանագրել է, որ պետք է փակվեն որոշակի քրեակատարական հիմնարկություններ, որովհետեւ դրանք չեն համապատասխանում այն չափորոշիչներին, եվրոպական չափորոշիչներին, ինչի միացել է Հայաստանի Հանրապետությունը, օրինակ Նուբարաշեն քրեակատարական հիմնարկությունը եւ նաև այլ քրեակատարական հիմնարկություն, ինչի Նուբարաշենն եմ ասում, որովհետև Նուբարաշենը շատ վատ պայմաններում է գտնվում եւ բավարար օտափոխությունը չի ապահովում, չերուսման վիճակը massամբ է կատարվում, սարեսման անկայուն վիճակ է, մաքուր ջրի պակասությունը եւ Նուբարաշենում եւ արմավիր քրեակատարական հիմնարկությունում, ինչպես նաեւ չմոռանանք Գորիս քրեակատարական հիմնարկությունը։ Եվ սա կարելի է այստեղից ելնելով ասել, որ ազատազրկվող մարդը, որը հայտնվում է, ազատազրկված մարդը, որը հայտնվում է քրեակատարական հիմնարկությունում, ոչ թե այդ մարդու հետ անցկացվում է բազմակողմանի վերավորակավորման դասընթացներ, որին փորձում են ինտեգրել հասարակության մեջ, այլ մարդը էլ ավելի ենթարկվում է խարանի, խտրականության, խոշտանգման եւ դրանից հետո այդ սոցիալական աշխատանքը չի կատարվում այդ մարդու հետ։ Ունենք բազմակողմանի, բազմապովանդակ խնդիրներ եւ օգտվելով առիթից պետք է ասեմ, որ համագործակցության մասը ոնց է կազմակերպվում գերատեսչությունների համագործակցության մասը։ Շատ բարի, շնորհակալություն։ Տիկին Խնկոյան, կանանց իրավունքներից խոսեցիք փակ հաստատություններում, ըստ էության գրեթե բոլոր իրավունքները խախտված են ձեր նշելով, երբ հետևում ենք վիճակագրությանը, այդպես բողոքի, ինքնավնասման, ինքնասպանության դեպքերը ավելի հաճախ տղամարդկանց անուններն են, կանանց մասով ինչպես է, որտեղ երբևէ չենք հանդիպել բողոքի նման արտահայտչա ձևի, հետաքրքիր է։ Ճիշտ նկատեցիք, հիմնականում ինքնավնասումների, հացադուլների առումով վիճակագրությունը ավելի շատ տղամարդկանց կողմից է իրականացվում, կանանց առումով նման վիճակագրությունը շատ քիչ է։ Վերջիններս կամ համակերպվում են ստեղծված իրավիճակի հետ, կամ փորձում են դիմել այլ գերատեսչությունների օգնությանը, իհարկե լինում են դեպքեր, որոնք որ չեն բարձրաձայնվում,
ինքնավնասումների եւ հացադուլների, բայց նաեւ ինչի է շատ տղամարդկանց մասով վիճակագրությունը, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում մոտավորապես 2900 ազատազրկված անձ կան, որոնցից որ առավելագույնը կարելի ասել 100-ն են կանայք եւ արդեն իսկ այս վիճակագրության մեջ պարզ է ինչու է ավելի շատ թիվը վերաբերում տղամարդկանց կանանց դեպքում նաեւ երբ որ մեզ դիմում են շատ է լինում առողջապահական, ոլորտի վերաբերյալ խնդիրները բուժօգնության հետ կապված, նմանատիպ դեպք ունենք քաղցկեղով ապրող կնոջ վերաբերյալ, որ փորձեցինք, բարձրաձայնեցինք խնդիրը, բայց մինչ օրս անձը ցավոք սրտի չի ստանում պատշաճ բուժօգնություն։ Փորձում են մարդիկ դիմել մեզ կամ այլ կառույցների եւ այդպես ով բարձրաձայնել իրենց խնդիրները։ Քանի որ խոսեցի քաղցկեղով հիվանդա կնոջ մասին, նշեմ, որ ամիսներ շարունակ իր բուժումը չէր իրականացվում եւ մեր միջամտության արդյունքում սկսվեց անձի բուժումը, բայց տվյալ պահին նույնպես արկա է խնդիր։ Անձը ավարտել է իր քիմիոթերապիայի կուրսը, բայց չի իրականացվում կատե հետազոտությունը, որպեսզի ընդհանուր վիճակը պարզ լինի եւ որոշվի հետագա բուժման պլանը։ Պարբերաբար քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՕԱԿ-ի կողմից հետաձգվում է անձի հետազոտումը արդեն 2 ամիս շարունակ։ Ուրեմն հետաքրքիր է, երբ կա հիվանդ մարդ, հիվանդ կին, ունի օգնության կարիք, բուժօգնության կարիք, ինչով են հիմնավորում կատեի ձգձգումը իմանալով, որ դա կյանքի խնդիր է ըստ էության։ Այ որ դիմում եք ինչ են պատասխանում, ուզում ենք հասկանալ։ Կոնկրետ, եթե խոսենք տվյալ դեպքի մասին, սկզբնական հիմնավորումն այն էր, որ պետք է բուժման կուրսն ավարտելուց հետո 2 շաբաթ ժամանակ անցնի։ Այնուհետև ինչ որ տեղեկացանք ազատազրկված անձից, որ փաստաթղթերը պատշաճ չի իրականացվել ուղեգրումը։ Դրանից հետո հերթագրման համար ազատ տեղ չկա։ Երբ որ հասել էր հերթական հետազոտությունը, որը պետք է իրականացվեր ապրիլի 21-ին, անհասկանալի պատճառներով ուղղակի չեղարկվել է եւ նոր հետազոտման օր չի նշանակվել եւ մենք խոսում ենք քաղցկեղի մասին։ Այն պարագայում, երբ որ ի սկզբանե, երբ որ մարդու մոտ հայտնաբերվել էր այդ խնդիրը, ամիսներ շարունակ, 4-5 ամիս շարունակ անձը բացարձակ որևէ բուժում չի ստացել։ Մենք այս խնդրով երբ որ դիմել էինք քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՕԱԿ-ին, ստացել էինք պատասխան, որ անձը գտնվում է հիվանդանոցում, այնինչ անձը գտնվում էր քրեակատարողական հիմնարկում փաստացի։ Բայց մնացած բոլոր մասերով, երբ որ իրականացվում է հետաձգումներ եւ այլն, ուղղակի տրվում են պատասխաններ պլանային կարգով է իրականացվում կամ մեր միջամտությունից հետո ուղիղ կերպով արագ կազմակերպվում է այդ ամենը, քանի որ մենք բարձրաձայնում ենք եւ նմանատիպ խնդիրները շատ են։ Նաև երբ որ այցելում ենք քրեակատարողական հիմնարկ, տեղում ծանոթանում ենք ազատազրկված անձի գործին, լինում են դեպքեր, որ այո, նաև տեղում են հարցին տրվում լուծում։ Մեծամասամբ գրություններն ուղարկելուց հետո մեր արձանագրած խնդիրների դեպքում տրվում են լուծումներ։ Այսինքն բարձրաձայնում են մեր կողմից, օբյեկտիվորեն պատշաճ ներկայացնելով, հղում անելով իրավական ակտերին, պահանջելով, որպեսզի իրականացնեն համապատասխան պարտականությունը։ Պարոն Սահակյան, դուք կավելացնեք, բայց նաև մի հարց եմ ուզում տալ, խոսեցիք խոցելի խմբերից եւ արձանագրեցիք նրանց խնդիրները, այդ խնդիրները իրենք բարձրաձայնելու, քանի որ նաև լեզվական պատնեշներ կան ոմանց դեպքում, հնարավորություն ունեն, թե դա ձեր մշտադիտարկման հետևանքով էր բարձրացված խնդիրներ են։ Շնորհակալություն հարցի համար, միշտ ձեր հարցին անդրադառնալը պարզապես մի փոքր լրացում էի ցանկանում կատարել, շատ լավ հարց բարձրացրեցիք, թե ինչու են ինքնավնասման եւ ինքնասպանությունների դեպքերը ավելի շատ տարածված տղամարդկանց շրջանում եւ ոչ կանանց։ Շուշանը իհարկե մանրակրկիտ ներկայացրեց հանգամանքները, սակայն եւ այստեղ եւս ցանկանում եմ անդրադառնալ խտրականության գործոնին եւ այն կարծրատիպերին, որոնք դեռևս տիրում են քրեակատարողական հիմնարկներում։ Ինչի մասին է խոսքը։ Առհասարակ, ինչպես Հայաստանի Հանրապետությունում մեր հասարակության շրջանում գենդերազգային քաղաքականությունների բացակայության կամ այսպես սահմանափակված լինելու պատճառով տղամարդ եւ կին խտրականացված եւ սոցիումում արկա խտրական վերաբերմունքի մոտեցումը կիրառվում է նաեւ քրեակատարողական հիմնարկներում, ինչի արդյունքում տղամարդիկ շատ հաճախ նաեւ ենթարկվում են խտրականության, եթե ներկայացնում են բողոքներ տարբեր կառույցներին։ Այս պարագայում եւս քրեական ենթամշակույթի կողմից կա այսպես ասված ճշտվածության մթնոլորտ, որ եթե դու բողոք ես գրում ինչ-որ պետական կառույցի, ապա դու համարվում ես այսպես իրենց հասկացություններով գործ տվող, ինչի արդյունքում մարդիկ շատ հաճախ արդեն իսկ հոգեկան առողջության խնդիրներ ձեռք բերելու դե հասկանում ենք հոգեկան ճշտվածության արդյունքում նաև ձեռք են բերում հոգեկան առողջության խնդիրներ եւ իրենց խնդրի լուծման տարբերակներից մեկը գտնում են ինքնավնասման եւ վատագույն դեպքում նաև ինքնասպանության դեպքերի արդյունքում։ Ինչ վերաբերում է ձեր հարցին,
կապված թե ինչպես են բարձրաձայնում խոցելի խմբերը իրենց խնդիրների մասին, հիմնականում քանի որ կաշկանդվածությունը շատ մեծ է քրեակատարողական հիմնարկներում, այս խնդիրները բարձրացվում են մեր խմբի միջոցով։ Մեր յուրաքանչյուր այցի ժամանակ մենք արձանագրում ենք այն բոլոր խնդիրները, որոնց որ բախվում են խոցելի խմբերը քրեակատարողական հիմնարկներում եւ ինչպես համակարգված գրությունների, այնպես էլ հրատապ գրությունների կամ ընթացիկ գրությունների միջոցով դնում ենք համապատասխան մարմիններ, մեր պարագայում հիմնականում առողջապահության կամ ուրեմն առողջապահության կամ արդարադատության նախարարություններ խնդրին որոշակիորեն լուծում տալու կամ պատճառները պարզաբանելու ի հայտ բերելու համար։ Շատ դեպքերում ցավոք սրտի խնդիրները այդպես էլ լուծում չեն ստանում, որովհետև հասկանում ենք, որ սրանք համակարգային խնդիրներ են եւ լուծումը տեսնում ենք հենց համակարգային որոշակի փոփոխություններ կատարելու արդյունքում, սակայն ունեն անհատական դեպքեր, երբ որ խումբը իրոք կարողանում է օգնություն ցուցաբերել անձին անհատական դեպքերում եւ լուծում տալ նրանց խնդիրներին։ Շնորհակալություն, պարոն Գյուզյան, երբ ներկայացնում եք խնդիրներ պես շատ հումանիստական ձևով փորձում եք ասել որ մարդիկ կրկնակի խնդրի առաջ են փակ հաստատություններում եւ այլն, դա իհարկե այդպես է, բայց ստացվում է այնպես, որ մարդիկ լինելով խնդրահարույց վիճակում նվաստացնող վերաբերմունք են ստանում այն մարդկանց կողմից, ովքեր ազատության մեջ են։ Լինեն դա գերատեսչությունների ղեկավարները, որոնք իրենց անուշադրությամբ են արձագանքում յուրաքանչյուր խնդիրներին, այ հիվանդ կնոջը, քաղցկեղով հիվանդ կնոջը կամ փոքրամասնության խնդիրներին եւ այլն, որոնց այսպես աշխատեցնում են ձրի աշխատանք եւ այլն։ Ինչով եք բացատրում այդ վերաբերմունքը փակ հաստատություններում այդ կրկնակի խոցելի վիճակում գտնվող մարդկանց հանդեպ։ Ուրեմն խնդիրները առաջանում են նախ եւ առաջ ազատազրկման առաջին օրվանից եւ առաջին պահից։ Խնդիրը հետագայում զարգանում եւ հասնում ամենասուր աստիճանի եւ ամենասուր աստիճանի դեպքում մենք ստանում արդեն ահազանգը։ Ինչից է բողոքում քաղաքացին, ամենաառաջինը բողոքում է յուրաքանչյուր քաղաքացի, երբ որ ազատազրկվում է, դժգոհում է ընդհանրապես քրեական համակարգից եւ ընդհանրապես դատաիրավական համակարգից։ Եվ այս դժգոհություններն ու այս բողոքներն են, որ սկսում են խորանալ կամ վերաբերմունք կատարվում, որպեսզի քաղաքացին լրացվի ընդհանրապես չբարձրաձայնի այս խնդիրը, եւ հետո այստեղ մենք ունենք նաեւ համակարգային խնդիր, որը հետեւյալն է։ Երբեմն ազատազրկման մեջ պահվում են այնպիսի քաղաքացիներ, ովքեր իրար թշնամիներ են, ուղղակի թշնամիներ են եւ այս խնդիրները շարունակվում են հենց այդ փակ համակարգերում բնականաբար գնալով դեպի խնդրի մեծացում։ Ոչ թե գիտեք, եթե անգամ նույն խցում չեն, այնտեղ կան զբոսանքի ժամեր, որ այսպես թե այնպես նրանք հանդիպում են։ Եվ եթե չեն հանդիպում, այնտեղ կան միջոցներ, մեկը մյուսին խնամի ծանոթ բարեկամ լինելով, հաշվեհարդարի փորձեր են լինում են բռնություններ, խոշտանգումներ, առնվազն հոգեբանական բռնություններ, որը եւս ունենում է մեծ ու ծանր հետևանքներ, հա։ Սրան զուգահեռ մենք չունենք առողջապահական համակարգում բավարար թվով աշխատող մասնագետներ, ասենք օրինակ մենք ունենք հոգեկան առողջական խնդիր ունեցող քաղաքացիների մեծ տոկոս փակ համակարգերում, հա, զարմանալիորեն մեծ տոկոս։ Եվ եթե այդ թիվը համեմատում ես ստացիոնար հոգեբուժական այլ հաստատությունների հետ, ստացվում է, որ ավելի շատ հոգեկան առողջական խնդիր կա այդ համակարգում, իսկ հոգեբուժական այլ հաստատություններում աշխատում են 10-ից ավելի օրինակ հոգեբույժներ, բայց տվյալ հաստատությունում գրանցված է 1 հոգեբույժ, որին հաճախ մենք չենք կարողանում հանդիպել մեր այցելությունների շրջանակում։ Սրանք բերում են ծանր հետևանքներ եւ ունեն մենք կյանքի կորուստներ, որը 2025 թվականին եղել է արդեն 24 կյանքի կորուստ։ Շնորհակալություն, պարոն Գաբրիելյան, դուք ձեր աշխատանքի բերումով, մշտադիտարկումների բերումով պետք է որ առնչվեք այն գերատեսչությունների հետ, որոնք պարտավոր են ապահովել այս մարդկանց արժանապատիվ պատժի կրումը։
Խնդրում եմ այդ փոխհարաբերությունները ներկայացրեք, երբ այս խնդիրներով դիմում եք առողջապահության նախարարություն, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կամ այլ գերատեսչություններ, արդարադատության նախարարություն հատկապես ինչպես են արձագանքում։ Նորից պետք է անդրադառնամ այն թվերին, որ ասեցի, 179 ահազանգ եւ բավականաչափ մեծ թվով դիտարկումներ, որը կատարել է Քրեակատորական հիմնադրության դիտորդական խումբը համամեր եւ այո, իսկապես մեր աշխատանքը որ գերատեսչությունների հետ է, դա արտադրության նախարարությունն է, Քրեակատորական ծառայությունն է, առողջապահության նախարարությունն է եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Պետք է ասեմ, որ եթե ըստ համագործակցության տնել ամենավատ համագործակցությունը եւ ամենավոչ կայուն համագործակցությունը, որ այս պահին կարող է դիտորդական խումբը ամրագրել, դա առողջապահության նախարարությունն է։ Այնքան վատ է առողջապահության նախարարության հետ համագործակցությունը, որ գրությունների պատասխանները ուշացմամբ ենք ստանում եւ կամ խնդրում ենք կառավարությանը վարչապետ Փաշինյանին հատուկ գրություն ենք խնդրում ուղարկում ենք, որ շրջաբերականով պարտավորեցնի առողջապահության նախարարությանը պատասխանել մեր գրություններին։ Այդքան վատ ենք, եթե այդտեղ կա նման համագործակցության ոչ արդյունավետ համագործակցություն, ինչպիսի ծառայությունների մասին կարելի է խոսել, որը տրամադրվում է ազատազրկված մարդկանց։ Ես չեմ կարող մի բան մտաբերեմ, որ ասեմ այս սրանից ելնելով ամեն ինչը կարգավորվել է։ Քաղաքացին մեր մոտ ազատազրկված քաղաքացուն բժիշկին ասում ենք ինչպիսի ծառայություններ եք մատուցել։ Բժիշկը մեզ բանավոր ասում է, որ ինքը ստուգվել է իմ մոտ սրտի հետ կապված եւ ոտքի հետ կապված։ Մենք գրություն ենք ուղարկում առողջապահության նախարարություն, խնդրում ենք հետագա որ ստանանք տեղեկատվություն ազատազրկվածի մասին, մեզ համապատասխան ՊՕԱԿ-ը պատասխանում է, որ այդ քաղաքացին ոչ մի հարցերով չի ահազանգել եւ չի դիմել բժշկի։ Այսինքն ստացվում է, որ մենք տեսել ենք մի բան, արձանագրել ենք մի բան, իսկ ՊՕԱԿ-ը մեզ պատասխանում է ընդհանրապես ուրիշ տեղեկատվություն է տրամադրում։ Համագործակցությունը արտադրության նախարարության հետ կայուն է, հատկապես երբ որ հարցը վերաբերվում է հրատապ հաշվետվություններին, մեր կարգի համաձայն դիտորդական խումբը կարող է ներկայացնել երկու տեսակի հաշվետվություն, դա հրատապ հաշվետվություններն են, որը պետք է 3 օրվա ընթացքում պատասխանել արձագանքել եւ ընթացիկ հաշվետվությունն է, որը տրամադրվում է համապատասխան ժամկետներում։ Այդ ժամանակահատվածը ժամկետները չի խախտվում, բայց այդտեղ պետք է նորից մենք խոսենք այն համակարգի մասին, որը կա, այսինքն եթե մենք խոսենք ընդհանուր մոտեցումների մասին, այո, գրությունները ուղարկվում է, գրությունները ստացվում է եւ բայց կատարվում է աշխատանք, չի կատարվում աշխատանք, որովհետեւ այն հարցերը, որ մենք բարձրաձայնում ենք, այդ հարցերը մնում են օդի մեջ։ Օրինակ խցային պահպանման պայմանները, օրինակ մեկուսացման ենթակա մարդկանց խցերը, օրինակ սանիտարահիգիենիկ վիճակը եւ խցերում այդ սանիտարական զուգարանների վիճակը։ Պետք է, այսինքն ստացվում է, որ դիտորդական խումբը գնում է խուց առ խուց, մտնում ասում է այս խցի զուգարանը քանդված է, խնդրում ենք վերականգնել։ Դրա համար մենք գրություն ենք գրում։ Նոր ընդեղից պատասխան ենք ստանում, որ արդեն ստացվում է, որ աշխատակիցները ինչ են անում։ Արդյոք դա աշխատակիցները չպետք է բարձրաձայնեն։ Մենակ դա չէ, նաև գոյություն ունեցող կոռուպցիոն ռիսկներն են, որտեղ որ այդտեղ կա ոնց որ իմ գործընկերն շեշտեց բարեկամ, ծանոթ, քրեական ենթամշակույթ, այսինքն որոշակի հարցերն կարգավորվում են քրեական ենթամշակույթի միջոցով։ Այս մարդը պետք է տեղավորվի այս խցում, այս մարդը պետք է տեղավորվի այս խցում, առավել խոցելի խմբերը պետք է տեղավորվեն առավել վատ եւ առավել քանդված խցերում։ Չկա, այսինքն մենք երբևիցե չենք արձանագրել այնպիսի վիճակ, որ քրեական ենթամշակույթի վերևում գտնվող մարդկանց խոցը ավելի վատն է, քան քրեական ենթամշակույթի ամենաներկևում գտնվող մարդկանց խցը։ Ներողություն, այսինքն պետությունը ինքը համակարգային ձևով խտրականության կողմնակից է եւ ինքն էլ այդ խտրականությունը իրականացնողն է մեծ հաշվով։ Ես այստեղ եթե վերցնենք, որ պետությունը դա ամբողջական մեկ օրգանիզմ է, այո, կարելի ասել, որ պետությունը ինքը ցերմպա է մնում այդ խնդիրներին անդրադառնալուն կամ չի ցանկանում։ Շնորհակալություն, Տիկին Խնկոյան, մշտադիտարկման ընթացքում ինչ խոչընդոտների եք հանդիպում դուք մասնավորապես համեցեք։
Խումբը մշտադիտարկման այցերի ընթացքում որոշակի խոչընդոտների առնչվել է, որոնց վերաբերյալ համապատասխան գրություն են հասցեագրվել արտադրության նախարարությանը եւ այդ մասին նույնպես բարձրաձայնել են։ Խոչընդոտները կայացել են նրանում մուտքի ընթացքում ժամանակային տևողությունը, այսինքն երբ որ դիտորդները պետք է ներս մուտք գործեն, արդեն ստիպված սպասել են, արհեստական խոչընդոտներ է ստեղծվել, միգուցե ներսում որոշակի հարցեր կարգավորելու համար չենք կարող փաստել, համենայն դեպս խումբը երբեմն ստիպված է եղել մոտ 20 րոպե սպասել, որպեսզի համապատասխան գրառումներ կատարեն կամ, չգիտեմ, իրենց գործողություններ կատարեն, որը որ խոչընդոտ է հենց խմբի գործունեությանը, եղել են դեպքեր, երբ որ հենց հերթապահ աշխատակիցները չեն տիրապետել խմբի գործունեության լիազորությունների շրջանակներին եւ փորձել են խոչընդոտել, օրինակ տեսախցիկ մուտք ներս տանելուն, որի իրավունքը որ մենք ունենք, որպեսզի լուսանկարներ իրականացնենք եւ այլն, կան գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկներում կան իրազեկվածության մակարդակի պակաս կա աշխատակիցների կողմից, իրենք չեն տիրապետում խմբի լիազորություններին։ Այո, եւ մենք դրա համար բազմիցս խնդրել ենք, որ իրազեկեն աշխատակիցներին խմբի լիազորությունների շրջանակի մասին եւ նաեւ մեկ խոչընդոտ խմբի գործունեության հետ կապված դրանք խմբի հեռախոսահամարների վերաբերյալ ու առհասարակ խմբի գործունեության մասին իրազեկման թերթիկների բացակայությունն է եղել քրեակատարողական հիմնարկներում։ Երբեմն այո, տեղում խնդիրները լուծվել են, երբեմն գրություններ են ուղարկել, նաեւ մենք ենք փորձել մեր միջոցներով տպել, տանել եւ փակցնել քրեակատարողական հիմնարկները, որպեսզի ազատազրկված անձինք տեղյակ լինեն խմբի մասին, խմբի հեռախոսահամարի մասին եւ հնարավորություն ունենան ահազանգելու խնդիրների մասին մեզ հայտնելու։ Հասկանալի է, շնորհակալություն։ Պարոն Սահակյան, չգիտեմ որքանով եք տիրապետում այն հարցին, որը կտամ, հիմա նախընտրական շրջանը հետաքրքիր է այդ փակ հաստատություններում գտնվող մարդկանց ընտրության իրավունքը ինչպես է իրացվում։ Ինչպես է իրացվելու։ Խումբը դեռևս նախորդ ընտրությունների ժամանակ որոշակի դիտարկումներ կատարել է, բայց դա եղել է տարիներ առաջ, այս տարի կփորձենք եւս որոշակի դիտարկումներ իրականացնել, սակայն դեռևս կարելի ասել 2018 թվականից առաջ ընտրությունների ընթացքում ես ինքս բախվել եմ խոչընդոտի, երբ իմ մուտքը Նվարաշեն քրեակատարողական հիմնարկ արգելվել է, պատճառաբանվել է, որ ընտրություններ են, սակայն դատական գործընթացների միջոցով այնուհետև այդ իմ իրավունքը վերականգնվել է։ Այս տարի եւս խումբը իր անաչառության եւ թափանցիկության ներողություն սկզբունքների շրջանակներում միանշանակ դիտարկումներ իրականացնելու է։ Վաղ է ասել, թե ինչպես են ընթանալու ընտրությունները քրեակատարողական հիմնարկներում, վաղ է ասել, թե ինչպիսի գործընթացներ են իրականացվելու, բայց մի փաստ, որ կարող ենք այսօր արձանագրել, մենք դա դիտարկելու ենք եւ մեր կարծիքը որպես խումբ, իհարկե դուրս չգալով մեր մանդատի շրջանակներից եւ մեր իրավասությունների շրջանակներից, այնուհետեւ իհարկե նաեւ ներկայացնելու ենք այդ մասին տեղեկատվություն։ Փակ հաստատություններում գտնվող քաղաքացիները ունեն տեղեկատվություն ստանալու, ծանոթանալու քաղաքական ուժերի գործունեության հնարավորություն, թե ոչ։ Այս բան երևի ես արձագանքեմ, այս բան դեռ չենք արձագանքել այնպիսի գործընթաց, որ արդեն սկսվել է նախընտրական process-ը, որովհետեւ նախընտրական process-ը կսկսվի մի քանի օրից, հա, բայց միևնույն ժամանակ կուսումնասիրվի անպայման այդ process-ի ամբողջ կազմակերպումը, արդյոք ազատազրկված մարդիկ կունենան այն հնարավորությունները ստանալ ամբողջական տեղեկատվություն կուսակցությունների եւ դաշինքների մասով։ Միևնույն ժամանակ պետք է արձանագրենք այն փաստը, որ խումբը փորձում է զերծ մնալ նաև նման քաղաքական process-ներից, ինչի մասին մենք նաև հայտարարում ենք եւ փորձել ենք ԶԼՄ-ներին նաև հորդորենք, որ մեզանից նախընտրական այս գործընթացի ժամանակ հարցազրույցներ չխնդրել հատկապես քրեակատարողական հիմնարկությունների մասով, որովհետեւ այն չօգտագործվի այս կամ այն ուժի իօկուտ կամ ի վնաս այս կամ այն ուժին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Կարագյոզյան, քանի որ փակ հաստատություններում գտնվող քաղաքացիների կապը աշխարհի հետ ըստ էության հենց փակ հաստատության աշխատակիցների միջոցով է կատարվում, հետաքրքիր ձեր դիտարկումը, այո, փակ հաստատությունների մարդկանց ազատազրկված մարդկանց իրավունքները ոտնահարված են, բայց աշխատակիցների մասին կուզեի խոսեիք, որովհետև որքան ձեր խոսքերից հասկանում, ձեր գործընկերների նաև կա պրոֆեսիոնալիզմի, այդպես տարական մարդասիրության լուրջ խնդիր։ Այո, բայց նախքան ձեր հարցին անդրադառնալը կուզեի լրացնել ինչ որ շատ կարճ անդրադարձ ընկերներիս, հա։
ամեն դեպքում խցերում քաղաքացիները ունենում են ռադիոներ կամ հեռուստացույցեր, այնպես որ այս տեղեկատվությունը ես նկատել եմ, որ առայժմ մատչելի է, սա ասենք ու անցնենք ձեր հարցին, որը հետևյալն է, հա, այդ խնդիրների առաջացումն է ամենաշատը, ամենաուշագրավը, որը նաև տվյալ աշխատակիցների իրենց պարտականությունների թերացման եւ չիմացության արդյունքում է ձևավորվում։ Օրինակ ես դեպք կարող եմ ներկայացնել, որ ազատազրկված քաղաքացին, քանի որ ուներ թշնամիներ եւ իրեն վտանգված էր զգում, հա, թեկուզ այդ իրենք ազատ ամեն մեկն իր խցում է, բայց այդ 1 ժամ զբոսանքի ժամանակ կարող էին հանդիպել, սանով պայմանավորված քաղաքացին դիմում էր ներկայացել ինքնամեկուսացման։ Մեր շրջայցի արդյունքում մենք տեսել էինք, որ այնտեղ կային ազատ խցեր եւ կարող էին քաղաքացու դիմումի համաձայն ազատ խուցը տրամադրել ինքնամեկուսացման տարբերակով, բայց այս դեպքերում հաճախ նաեւ օգտագործվում են պատժախցերը, ինչը խախտումներ են, հա, տվյալ քաղաքացին նաեւ համաձայնություն էր հայտնել, որ իրեն տրամադրեին պատժախուցը, միայն թե ինքը ինքնամեկուսացվեց եւ տվյալ քաղաքացին ստացել էր մերժում։ Այն հարցին, թե ինչու եք մերժել քաղաքացուն, եթե քաղաքացին ուզում է ուղղակի պաշտպանված լինելու համար այլընտրանք չունի, ինքը ուզում է ուղղակի ինքնամեկուսացվի, ստանում ենք պատասխան, որ մեկուսացումը դուք գիտեք, որ խոշտանգում է։ Այսինքն աշխատակիցները աշխատում են հետեւյալ տրամաբանությամբ։ Ուղղակի թղթի վրա ապացուցում են, որ նրանք աշխատում են։ Ավելացնեմ գործընկերոջը, իսկապես կարելի է արձանագրել, որ քրեակատարողական հիմնարկություններում աշխատակազմի պակասը շատ մեծ է, իսկ եղած աշխատակազմի մոդել չի անցկացվում ժամանակ առ ժամանակ չեն անցկացվում այն վերավորագավորման դասընթացները, որը կհամապատասխաներ միջազգային չափորոշիչներին։ Այսինքն քրեակատարողական հիմնարկության աշխատողները, այդ մարդիկ, ովքեր որ բացում են դռները կամ ուղեկցում են մարդկանց, հա, իրենց հետ չի անցկացվում այն զգայունության մարտակենտրոն շփման որակի եւ շփման ձևաչափերի հետ կապված մինիմալ գիտելիքներ չի տրամադրվում, իսկ եթե տրամադրվում է, ուրեմն այն ձևաչափով չի տրամադրվում, ինչը պահանջում էր միջազգային չափորոշիչները, ինչը բերում է նաև ազատազրկված մարդկանց ոչ արդյունավետ փոխհամագործակցությանը կամ ոչ արդյունավետ փոխհարաբերությունների կառուցմանը ազատազրկված անձ եւ քրեակատարողական հիմնարկության աշխատողների միջև։ Պետք է արձանագրեմ նաև վերջի դեպքը, երբ որ մենք արձանագրեցինք Արմավիր քրեակատարողական հիմնարկությունում հոգեբանական ծառայություն մատուցող ազատազրկված մարդը, ով չէր ստացել հոգեբանական համապատասխան հոգեբանական ծառայությունը, եւ մենք երբ որ դիմել էինք փոխտնօրենին քրեակատարողական հիմնարկության սիապաժնի ղեկավարին դիմել էինք, որպեսզի պարտադիր ապահովի այդ մարդու եւ հոգեբանի միջև կապը, դրանից հետո մեզ ահազանգում են ազատազրկված մարդը եւ ասում է, որ գիտեք, հոգեբանը այնպիսի վատ արտահայտություններով արձանագրեց ձեր մուտքը քրեակատարողական հիմնարկություն եւ ընդհանրապես ձեր դիտորդական խմբի որակավորեց շատ վատ, ոչ պատշաճ բառերով, այսինքն ստացվում է, որ աշխատողները ավելի շատ նպաստում են, որ դիտորդական խմբի հեղինակությունը ավելի վատ լինի կամ իրենք փորձում են այնպիսի մթնոլորտ ստեղծեն, որ եթե դուք դիմում եք դիտորդական խմբին, ինչպես իմ գործընկերը ասեց, ապա դուք գործծվողներ եք, ապա ձեր վիճակը էլ ավելի վատ կլինի, այնպես որ ապրեք այնպես, ինչպես որ կա, այլապես ձեզ կարող ենք մեկուսացնել կամ ձեզ կարող ենք ընդհանրապես ծառայություններից զրկենք։ Օգտվելով այստեղից նաև պետք է ասեմ, որ այդ համագործակցության մասով պետք է ասեմ, որ ճիշտ է, մենք չաթագովեց դիտորդական խումբը եւ հասանք այն արդյունքներին, որ առողջապահության համակարգը առանձնացվեց արտադրության համակարգից, ինչի համար, որովհետեւ պատշաճ տրամադրվի առողջական բոլոր ծառայությունները օրենքով սահմանված կարգով, բայց հիմա պետք է արձանագրենք նաև այն հանգամանքը, որ առողջապահական ծառայություններ մատուցողների եւ քրեակատարողական հիմնարկության աշխատողների միջև չկա փոխհամագործակցություն, կա անվստահություն, կա իրար ադելություն եւ կա
ոչ ֆորմալ դիրքորոշում մի կառույցը մյուս կառույցի նկատմամբ եւ այստեղից այս ամենի դժվում է ով ազատազրկված մարդը։ Այսինքն պետությունը մեծ հաշվով պատժում է մարդուն, նրան ազատազրկում է այն ակնկալիքով ճակերտավոր, որ նա այնտեղ կվերափոխվի, այնտեղ կմտածի, հանցակ դուրս կգա այլ մարդ, բայց խնդիրը հենց այն է, որ փակ հաստատությունում անգամ ոչ հանցանք չկատարած մարդը արդեն աշխարհի հանդեպ, արդարության հանդեպ շատ հարցերով եւ բավականին չարացած դուրս կգա, կա նման դիտարկում Շուշան համեցեք։ Սկզբում ճիշտ նշեցիք, պատժելու հետ կապված, ցավոք սրտի մեր ընկալումն այնպիսին է, որ համակարգը այնպիսին է կառուցված, որ այո, պատժողական քաղաքականություն է, երբ որ չպետք է լինի այդպես։ Պետք է լինի անձին ազատազրկման դատապարտելու նպատակը պետք է լինի իրան ուղղելը եւ վերասոցիալականացնել, որպիսի անձը հասարակություն դուրս գա եւ օրինապատիվ վարքագիծ դրսեւորի։ Եթե մենք չունենք այդ մոտեցումը, բնականաբար հենց դրանից բխում են մի շարք խնդիրներ։ Քրեակատավական հիմնարկում բացակայում են վերասոցիալականացման հետ կապված ծրագրերի բավարար լինելը։ Կան ծրագրեր, բայց դրանք բավարար չափով չեն իրականացվում։ Անձինք մասնակցում են միջոցառումների ծրագրերի, ինչի համար, որպեսզի պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում բալեր հավաքեն։ Որոշ դեպքերում դրանք ձևական բնույթ են կրում։ Իհարկե կան դեպքեր, երբ որ մարդիկ մասնակցում են, ունեն ցանկություն, ունի արդյունավետություն, բայց եթե վերցնում ենք գլոբալ, դիտարկումները ցույց են տալիս, որ այո, վերասոցիալականացման ծրագրերը բավարար չեն, անձանց հետ բավարար աշխատանքներ չեն իրականացվում։ Եթե օրինակ մի քրեակատարողական հիմնարկում կա 1000 ազատազրկված անձ եւ ընդամենը 1 հոգեբան կամ 2 հոգեբան, նաեւ հոգեբանական աշխատանքի առումով չէ, որ ամեն ինչը պետք է լինի, աշխատանքները պետք է լինի ամբողջական, տարբեր ենթակառուցվածքների կողմից անձի հետ պետք է կատարվի աշխատանք, որպեսզի ապահովի վերասոցիալականացման ունենանք ամբողջական պատկեր։ Ամեն ենթակառուցվածք ունի իր թերությունները, որոնք որ չեն ծառայում իրենց նպատակին, եւ ինչու ոչ նաեւ պետք է նայել վիճակագրությունը կրկնահանցագործությունների։ Անձը դուրս է գալիս քրեակատարողական հիմնարկից, չի վերասոցիալականացվել, չի ադապտացվում միջավայրին եւ ինչ է տեղի ունենում, նորից է հանցագործություն իրականացնում, որպեսզի հետ վերադառնա քրեակատարողական հիմնարկ։ Իհարկե այս կոնտեքստում կարեւոր է նաեւ նշել, կարծում եմ գործընկերս էլ ավելի մանրամասն կներկայացնի բարեփոխումների մասով, երբ որ օրինակ Սևանում զոդման կամ կահույքագործության հետ կապված ծրագրեր ներդրվեցին, դրանք նույնպես վերասոցիալականացման մաս են, որոշակի չափով իրենց նպատակին ծառայեցին, բայց բավարար չի, ամբողջական պատկերը, այո, ամբողջը թերի է իրականացվում։ Շնորհակալություն, պարոն Կարագյուզյան, դուք ավելացնելու բան կարծեմ ունեիք, թե չէ, խնդրեմ այդպես բարեփոխումներին, քանի որ ամեն տարի այդպես բազմաթիվ այդպես ռազմավարություններ, օրենքներ եւ այլն ականատես ենք լինում, կարծես թե համակարգը բարեփոխվում է, սակայն ամեն անգամ վիճակագրությունը պնդում է հակառակը։ Համեցեք, պարոն Սահակյան։ Շնորհակալություն, այո, իրավացի եք, շնորհակալություն Շան, որ նշեցիք այս մասը։ Ես ցանկանում եմ խոսել այն առաջընթացների մասին, որոնք նույնպես արձանագրել են, քանի որ մենք որպես խումբ գործում ենք անաչառ եւ օբյեկտիվորեն գնահատում ենք բոլոր իրավիճակները, ապա իհարկե պետք է խոսենք նաեւ այն առաջընթացների եւ բարեփոխումների մասին, որոնք որ նկատել են քրեակատարողական հիմնարկներում։ Իհարկե համակարգային եւ ռազմավարությունների զբաղ փոփոխությունների գլոբալ, այսպես պատկերների մասին այսօր ցավոք խոսել չեն կարող, սակայն իրավիճակային որոշակի բարեփոխումներ, որոնք մենք տեսել ենք եւ արձանագրել ենք, կարող ենք նշել, որոնցից են օրինակ վերանորոգված որոշակի խցեր եւ հիմնարկություններ, այսինքն ընթացքում եղել են որոշակի վերանորոգումներ, ինչպես պարոն Գաբրյանը նաեւ նշեց, անհատական խնդիրների բարձրաձայնման արդյունքում խցեր են վերանորոգվել, հիգիենիկ փաթեթների բարելավում է տեղի ունեցել, այդ թվում օրինակ նոր սրբիչներ են տրամադրվել ազատազրկված անձանց, նոր նմուշի հագուստ եւ կոշիկներ են տրամադրվել, մենք ինքներս դա տեսել ենք եւ հագուստի եւ կոշիկների որակը, որոնք բավականին որակով են կարող ենք արձանագրել։ Շուշանը նշեց նաեւ այո, մասնակից զբաղվածության ապահովման փաստը, որը որ գոյություն ունի, օրինակ Սևան քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձինք որոշակի վերապատրաստումներ են իրական անցնում, զոդում վերանորոգման աշխատանքների հետ կապված եւ այլ քրեակատարողական հիմնարկներ են տեղափոխվում, որպեսզի այնտեղ իրականացնեն որոշակի աշխատանքներ։ Այսինքն այո, շնորհակալություն, զբաղվածությունը դա է ուզում նշել, որ զբաղվածությունը վճարովի է, ինչը խոսում է նրա մասին, որ որոշակի այս ոլորտում եւս որոշակի առաջընթաց կա եւ եւս մեկ առաջընթաց, որը որ ինչպես ազատազրկված անձանց կողմից ենք լսել եւ մենք ինքներս էլ արձանագրել ենք, որ հեռախոսային օպերատորի այժմ գործող հեռախոսային օպերատորի կապի միջոցը դարձել է գնային առումով ավելի մատչելի ազատազրկված անձանց համար, ինչը բարելավել է այդ անձանց կապը արտաքին աշխարհի հետ։
Շնորհակալություն, պարոն Կարագյուզյան, հրատապ ինչ փոփոխություն կառաջարկեիք, որ օրհասական Եվրոպա առաջ փոխելու կարիք կա մարդկանց իրավունքները պահպանելու առումով փակհաստատություններում։ Նշեցիք, որ գնում են ինքնավնասման, ինքնասպանությունների, այսինքն առաջնահերթ քայլ, որը գոնե այդ առումով կկանխի։ Ամենաառաջնահերթը խնդիրները լսելը, արձանագրելը եւ խնդիրները լուծելն է, բայց դրան հավասար եւ կարեւոր պետք է ապահովել խցերում անթույլատրելի առազկաների, բացակայությունը պետք է ապահովել խցերում, որովհետեւ մարդիկ գնում են ինքնավնասումների, սուր ծակող կտրող գործիքների միջոցով, մարդիկ օրինակ ներողություն, բայց իրենց թուքն իրենց ներարկում, որը ունենում է ծանր լրջագույն խնդիրների աբերում, որտեղից այդ ներարկիչները խցերում։ Այս հարցին ես կուզեի պատասխան լսեի պատկան մարմիններից։ Շնորհակալություն, ամփոփելով մեր զրույցը, պարոն Գաբրիելյան, խնդրում եմ նախ հնարավորություն է դիմելու կոնկրետ այն մարդկանց, ումից ակնկալիքներ ունեք բարեփոխումների կամ գոնե տարեկան իրենց աշխատանքը իրականացնելու փակհաստատություններում։ Ես կցանկանայի, որ պետական կառույցները մեզ դիտարկեն ոչ թե որպես բողոքողներ կամ չգիտեմ իրենց դեմ աշխատողներ, այլ դիտարկեն մեզ որպես նույն նավագում գտնվող կառույց, ով որ աշխատում է հանուն նրա, որպեսզի ազատազրկված մարդկանց իրավունքները ոտնահարված չլինի քրեակատարական հիմնարկություններում։ Կարծում եմ դա ամենակարևոր մասն է, որ պետք է պետական կառույցները իրենց մոտ արձանագրեն։ Երկրորդը շատ կցանկանայի, որ առողջապահության նախարարությունը առողջական խնդիրներին, ազատազրկված մարդկանց առողջական խնդիրներին ուշադրություն դարձնել։ Հիմա գիտեք, ես վստահ եմ, որ կասեն, գիտեք, մենք փաստաթղթերով ապացուցում ենք, որ առողջական խնդիրները բոլորի մոտ շատ լավ է, բայց փաստաթղթերը մի բան է, բողոքները մեկ ուրիշ բան է։ Հերոստացույցով ցույց են տալիս, որ բացեցին քրեակատարական հիմնարկության դատապարտյալների համար նախատեսված հիվանդանոցը Արմավիր քրեակատարական հիմնարկությունում, տեսեք ինչքան լավ է։ Քանի խուց է մտել առողջապահության նախարարը կամ փոխնախարարները կամ իրենց աշխատակիցները եւ քանի մարդու հետ են զրուցել։ Ես այստեղ էլի անձ զրույցի մասին է խոսքը։ Դիտորդական խումբը աշխատում է անաչառ, որը բաղկացած է իրավապաշտպան հասարակական կազմակերպություններից եւ իր գործունեությունը իրականացնում է կամավոր հիմունքներով։ Եվ եթե մենք որպես դիտորդական խումբ ենք արձանագրում այսքան զանգեր, հաղորդությունից ավել ահազանգ, որի 80%-ը պատկանում է առողջական խնդիրներին, ինչի մասին խոսվի այն փաստը, որ իրենք անմիջապես փորձ են ուսումնասիրեն։ Շատ կարևոր է ֆինանսավորման բարձրացումը եւ նոր քրեակատարական հիմնարկության արքայությունը Հայաստանի Հանրապետությունում, հատկապես Նուբարաշեն քրեակատարական հիմնարկության փակման հարցի բարձրացումը, որովհետեւ անտեղի գումար է ծախսվում Նուբարաշեն քրեակատարական հիմնարկության վրա, տարիներ շարունակ վերանորոգվում է, տարիներ շարունակ գումար է ծախսվում եւ տարիներ շարունակ այդ հիմնարկությունը նորից քանդվում է ներսից, այդ փորփոզները եւ այդ խոնավությունը, որը ազդում է ոչ միայն ազատազրկվածների վրա, նաեւ ազդում է աշխատակիցների վրա, ովքեր որ ներսում են եւ աշխատակիցների վերավորակավորման հարցը, որը շատ կարևոր է այս պահին, փորձել աշխատակիցներին քրեակատարական հիմնարկության անցկացնել աշխատակիցների համար վերավորակավորման դասընթացներ, ինչպես նաև մեր կառավարությունն է ասում, կրթությունը դա շատ կարևոր մասնիկ է, այո, կրթությունը կարևոր մասնիկ է եւ այդ կրթությունը պետք է նաև ազդի եւ այդ կրթությունը նայեցեք պետք է սկսել իրենցից կարծես թե պետք է Ձեզ սրբագրեմ, հարգելի գործընկերներ, նախ շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար, նաև այն մարդկանց անունից, ովքեր վստահում են ձեզ եւ իրենց բողոքները ձեր միջոցով ներկայացնում են պատկան մարմիններին, հարգելի ունկնդիրներ, հիշեցնեմ, որ մեդիա կենտրոնում քննարկում էինք քրեակատարողական հիմնարկների խնդիրները եւ մեր բանախոսներն էին արտահայտության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի ղեկավար Սերգեյ Գաբրիելյանը եւ դիտորդների խմբի անդամներ Արման Սահակյանը, Շուշան Խնկոյանը, Մհեր Կարագյուզյանը։ Մեր զրույցի արձանագրումը այն էր, որ
թեփակ հաստատություններում աշխատող աշխատակիցները, ինչպես ասում են, ամենայն հարգանքով նրանց հանդեպ, թե այն գերատեսչությունների ղեկավարները, մասնավորապես առողջապահության նախարարության նախարարը պետք է ավելի հումանիստական եւ պրոֆեսիոնալ մոտենան եւ հասկանան, որ գործ ունեն մարդկանց հետ եւ այդ մարդիկ միայն ընտրությունների ժամանակ հանդիպումներում մասով կա չեն, այլ կոնկրետ մարդիկ են իրենց ճակատագրով, իրենց կյանքի իրավունքով։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եւ հաջողություն բոլորին։